Արգելի գործընկերներ ես կխոսեմ հայերեն խնդրում եմ գրել ականջակալները։ Հարգելի համանախագահներ, Եվրանես խորհրդարանական վարաժողովի հարգելի անդամներ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում։ Եվրանես խորհրդարանական վարաժողովի 12-րդ հերթական նստաշրջանի մասնակցելու առիթով։ Սա կարևոր հարթակ է Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման համար։ ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերության հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում։ Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման եւ բարեփոխումների ճանապարհը եւ հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին։ Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել Հայաստանի Հանրապետություն ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում։ Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Այդ տեմպերով ընթանում է նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Հայաստանը հանձնառու է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Միաժամանակ վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգ փաստաթուղթը կնպաստի համագործակցության նոր առանձնահատկությունների ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, եւ մենք ուրախ ենք ականատես լինել եվրոինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը։ Հարգելի գործընկերներ, Եվրանես խորհրդարանական վարաժողովի նախորդ նստաշրջանի ընթացքում անդրադարձել էի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հայտնելով, որ կողմերը համաձայնության հասնելու շեմին են։ Եվ ահա 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հռչակագրի ընդունումը եւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը արտահայտում են, որ խաղաղություն արդեն հաստատված է։ Չնայած դրան շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր։ Ադրբեջանում պահվող անձանց ռազմագերիների հարցը դերևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ապահովելու միջազգային խաղաղության եւ բարեգործման Թրամփի ուղի TRIP նախաձեռնության իրականացումը։ TRIP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից իր հռչակած խաղաղության խաչմերուկ ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի եւ հարակից երկրների միջև։ Այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանը սկսել է նախապատրաստական աշխատանքները Եվրոպական քաղաքական համաժողովի 8-րդ գագաթաժողովը 2026 թվականի մայիսին Երևանում հյուրընկալելու առիթով։ Ներկայումս նախապատրաստվում ենք եւս մեկ խոշոր միջազգային միջոցառման համար, որը նույնպես տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի աշնանը։ Խոսքը ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի COP17-ի մասին է։ Հաջորդ տարին կարևոր է նաև մեր երկրի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից։ 2026 թվականի հունիսին տեղի կունենա հերթական խորհրդարանական ընտրությունները։ Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ
իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները։ Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երևանում, մաղթում արդյունավետ քննարկումներ։ Շնորհակալություն։